Տարածաշրջանային զարգացումները Ադրբեջանում ապօրինի պահվող գերիների անհետ կորած անձանց խնդիրներն են քննարկել պաշտոնական այցով մեր երկրում գտնվող Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն և Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։ Հայաստանի խորհրդարանի ղեկավարը վերահաստատել է դիրքորոշումը տարածաշրջանում հարատև խաղաղության հաստատման հարցում, նշելով, որ մեր երկիրը սպասում է ադրբեջանական կողմին, որպեսզի ստորագրվի խաղաղության համաձայնագիրը։ Մատվիենկոն ընդգծել է, որ Ռուսաստանը տարածաշրջանում խաղաղության ու կայունության կողմնակից է։ Ռուսաստանի Դաշնության պաշտոնյայի հագեցած օրակարգը շարունակվել է Հայաստանի և Ռուսաստանի խորհրդարանների միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 39-րդ նիստի շրջանակում։ Ալեն Սիմոնյանը ողջույնի խոսքում կարևորել է հարթակը երկու երկրի միջև բաց և կառուցողական երկխոսության համար։ Նիստի օրակարգային թեման մեծ հաղթանակի 80-ամյակն էր։ Մասնակիցների թվում էին վետերաններ Ռոզալիա Աբգարյանը և Ներսես Սիմոնյանը։ Այսօր ավելի քան երբևէ կարևոր է դիմադրել պատմությունը խեղաթյուրելու փորձերին և պահպանել պատմական ճշմարտությունը։ Այս ոլորտում խորհրդարանական համագործակցությունը կարևոր դերակատարություն ունի։ Ռուսաստանը կարևոր նշանակություն է տալիս միջխորհրդարանական համագործակցությանը եղբայրական Հայաստանի և հայ ժողովրդի հետ, նկատել է Դաշնության խորհրդի նախագահն ու անդրադարձել հաղթանակի կերտման հարցում ԽՍՀՄ ժողովուրդների ընդհանուր պայքարին։ Մենք տեսնում ենք, որ պատմությունը վերաշարադրելու փորձերն ավելանում են։ Բոլոր արդարամիտ մարդիկ, ողջախոհ քաղաքական գործիչները, այդ թվում Եվրոպայի երկրներում, պետք է ամեն կերպ դա կանխեն։ Մենք միասին նշում ենք մեծ հաղթանակի տոնը։ Շատ կարևոր եմ համարում, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցեց Մոսկվայում տեղի ունեցած հոբելյանական միջոցառումներին։ ԱԺ փոխնախագահը ելույթում ընդգծել է, որ մոտ 600,000 հայ կռվել է խորհրդային բանակում բոլոր ճակատներում Կովկասից մինչև Եվրոպա։ Հակոբ Արշակյանը կարևորել է պատմական հիշողության պահպանման ուղղված նախաձեռնություններին աջակցել է։ Հայ և ռուս պաշտոնյաները ելույթներում անդրադարձել են պատերազմի ընթացքում հայ զինվորների սխրանքներին, հաղթանակի տարեդարձի առիթով անցկացվող միջոցառումների կարևորությանը։ Կարևորվել է հանձնաժողովի շրջանակում երիտասարդական հարթակի ստեղծումը։ Միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահների հաջորդ հանդիպումը կանցկացվի Սոչիում։ Նիստին զուգահեռ Ազգային ժողովի դիմաց երկու հակադիր ակցիաներ են տեղի ունեցել Ռուսաստանին պաշտպանող և ընդդեմ Ռուսաստանի։ Ռուսաստանի դեմ ակցիա իրականացնող Հանուն Հանրապետության կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյանը նշել է. Ռուսաստանը հիբրիդային պատերազմ է վարում Հայաստանի դեմ, ուստի ՌԴ պաշտոնյաները այլևս Հայաստան չպետք է մտնեն որպես սեփական տարածք։ Վալենտինա Մատվիենկոյի գլխավորած պատվիրակությունը Ալեն Սիմոնյանի ուղեկցությամբ այցելել է նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Պատվիրակության անդամները ծաղկեպսակ ու ծաղիկներ են դրել հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, լռությամբ ու խոնարհումով հարգել Սուրբ Նահատակների հիշատակը։ Ռուսական պատվիրակությունը Սիմոնյանի ուղեկցությամբ այցելել է նաև Երևանի հաղթանակ զբոսայգի, ծաղկեպսակ դրել անհայտ զինվորի գերեզմանին, ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ և լռությամբ հարգել հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակը։ Վոլոդիա Մուշեղյան, լուրեր։